Պարոն Պողոսյան, ձեզ երկու հարց ունեմ։ Առաջին հարցը վերաբերում է ոստիկանության բարևարկությանը, կոնկրետ այս բaragայում պիտի օգտագործեմ անբարևարկությանը, նրանց կողմից դրսևորած բռնություններին, խոշտանգումներին, ինչպես նաև ուժի անհամաչափ գործադրման, մասնավորապես ոստիկանական այն ստորաբաժանման մասին է, որը հանրության մեջ հայտնի է որպես կարմիր բերետավորներ, այսինքն մի ստորաբաժանում, որը հիմնականում սպասարկում է զանգվածային միջոցառումները։ 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին հավաքների ընթացքում հատկապես տեղ են գտել օնլայն ռեժիմում ուժի անհամաչափ գործադրման, խոշտանգումների, բռնությունների, ուղղակի անթույլատրելի այսպես մի ալիք է եղել եւ հատկապես նրանց կողմից Դեմիրճան Բաղրամյան խաչմերուկում լուսաձայնային ուրեմն լուսաձայնային այդ նռնակների օգտագործումը արձանագրվել է անգամ միջազգային կազմակերպությունների կողմից։ Հարցս այսպիսին է, թե ինչ քննչական գործողություններ են կատարվել եւ քանի ոստիկանի է մեղադրանք առաջադրվել եւ հատկապես կա արդյոք պատասխանատվության ենթարկված որևէ ոստիկան հունիսի 12-ի հավաքի ընթացքում ուժի անհամաչափ գործադրման լուսաձայնային նռնակներ օգտագործելու համար։ Իմ չի ուզենամ միայն այս դրվագով ուրեմն կենտրոնանալ այս դրվագի վրա, որովհետև ոստիկանների կողմից, կոնկրետ այս ստորաբաժանման կողմից խոշտանգումները եղել են այսպես ավանդույթ, շարունակական, ընդհանուր մինչև ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ բռնությունը, պատգամավորների նկատմամբ բռնությունը։ Խնդրում եմ այս երկու հարցին պատասխանեք։ Շնորհակալություն, Տիկին Գալստյան, մենք ես նշեմ, որ մեր վարույթները, երբ որ նախաձեռնում է խոշտանգման կամ բռնություն գործադրման պաշտոնական լիազորություններն անցնելու հատկանիշներով, այդ երկու հանցակազմով ենք նմանատիպ վարույթները նախաձեռնում։ Տարբերակում ըստ էության որպես այդպիսին վիճակագրություն նախորդ անգամ էլ ես նշեցի, որ չգիտեմ, դուք նշում եք կոնկրետ ստորաբաժանման կողմից կատարված առերևույթ դեպքերի վերաբերյալ, մենք վիճակագրություն չենք վարում ստորաբաժանումներով, մենք վիճակագրությունը գործերով ենք վարում։ Այս մասով սա դրա համար այս մասով ես չեմ կարող ասեմ, օրինակ, չգիտեմ, դուք նշում եք օրինակ կոնկրետ ստորաբաժանման հետ կապված, ես չեմ կարող ասել իրենց կողմից կատարված քանի դեպք ունենք եւ այլն, բայց խոսքը դուք նշեցիք կոնկրետ օրվա հետ կապված իրադարձությունները, ես նշեմ, որ որքանով որ sense չխախտելով նախաքննության այդ գաղտնիությունը, բայց նշեմ, որ քրեական վարույթը հսկայական ծավալ ունի։ Այնտեղ բազմաթիվ փորձակնություններ ենք նշանակել եւ այդ փորձակնություններ բազմաթիվ անձանց տասնյակ 100-ից ավել մարդ երևի այս հարցաքննել ենք բազմաթիվ գործողություններ, փորձակնություններ ունենք նշանակված, որ փորձակնությունների արդյունքներին ենք սպասում, անհատականացրել ենք եւ տեսագրություններով յուրաքանչյուրի գործողությունները եւ այլն, դժողներ ունենք ճանաչված, ովքեր որ ներգրաված են այդ քրեական վարույթին, սպասում ենք եզրակացություններին, հիմա ասենց ասեմ, այս պահին կարգավիճակ այդ վարույթով կարգավիճակ ունեցող մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չունենք։ Արձագանք։ Այո, պարոն Պողոսյան, անկեղծ ասած ձեր պատասխանը ինձ թե զարմացնում է, թե չի զարմացնում, չի զարմացնում նկատի ունենալով այն մշակույթը, ինչի մեջ թաղված է Հայաստանը։ 2 օր առաջ խայտառակ ձևի կալանքի ենթարկվեց կամ բերման ենթարկվեց մի կին ընդամենը կոռուպցիա բառը օգտագործելու համար, իսկ օնլայն ռեժիմով ոստիկանական տվյալ ստորաբաժանումը անհատականացված պատգամավորի նկատմամբ բռնություն է գործադրում եւ դուք դեռ կոնկրետ մեղադրյալ չունեք, ոնց է այդպես լինում եւ երկրորդ կարևոր դրվագը, որը միջազգային բազմաթիվ կազմակերպությունների պետդեպի կողմից եւ այլն արձանագրվել է, չթույլատրված լուսաձայնային նռնակներ են օգտագործվել։ Հետո ինչ որ առողջապահության նախարարը կամ կառավարությունը հետին թվով փորձեց այն լեգիտիմացնել։ Սա այնքան ակնհայտ է այս հանցագործությունը, այնքան ակնհայտ եւ արձանագրված եւ այս գործերով որևէ մեղադրյալ չկա։ Սա ուղղակի կներեք էլի աչքա կապուցի է եւ այս ամբիոնին չի սազում եւ մեր հանրությանը պետք չի մոլորեցնել։ Այդ ոնց է լինում իշխանությունը սեփական շահը պաշտպանելու համար այսպես նախանձախնդիր սուրը առած ընկել է հասարակության մեջ, բայց կոնկրետ դեմքով իդենտիֆիկացված հանցագործին չի տեսնում։ Չի կարելի էլի վիրավորականը պետությանը հայ մարդուն։ Տիկին Գալստյան, ես ձեր տրված քաղաքական գնահատականներն է, բայց ես նշեմ, որպես այստեղ ինձ լսում են նաև իրավաբաններ, նոր Տիկին Խամբոյանը զարմացավ, թե այդ հանցատեսակներն ինչքան կապ ունեն, ոնց կլի էս ինչ դեպքով, ես որպես իրավաբան
նշեմ այդ ձեր նշած դեպքով падգամավորի նկատմամբ տեղի ունեցած դեպքին ա վերաբերվում Տիկին Գալստյան ուրեմն հետեւյալ հանցակազմի տեսանկյունից ես ասեմ որպեսի ինձ լսող իրավաբանները նաև հասկանան էական նշանակություն ունի նախ առաջինը դուք տեղյակ եք որ ծանոթագիրը ուղարկվել անձը չի ներկայացել հարցակնության դուք տեղյակ եք որ դատաբժշկական փորձակնություն ա նշանակվել падգամավորի հետ կապված անձը ուղարկվել է WhatsApp-ով անձը հրաժարվել է ներկայանալ դատաբժշկական փորձակնության հիմա դուք կասեք հաջորդը կասեք օրինակ բայց տեսախցիկների արժեվ հայտնի տեղը դուք չեք լսեք մինչև վերջ ես իրավաբան եմ ասում ուրեմն ես մի հատ sense հետաքրքիր ժամանակը սպառվում է բայց եթե արձագանքեմ հաջորդ է եթե կարամ արձագանքեմ Ավարտեք միտքը արձագանք չկա ավարտեք միտքը ավարտեք նկատի եմ շարունակեք միտքը փորձակ որոշ դեպքերում ոչ միայն էական նշանակություն ունի տվյալ վարույթներով դատաբժշկական փորձակնության այսինքն մարմնական վնասվածքի արկայությունը դեպքեր կան նմանատիպ քրեական վարույթներով երբ որ հնարավոր է մարմնական վնասվածքներ անձի մոտ չլինեն կարիք լինի դրանով հոգեբանական բռնության տեսանկյունից նշանակվի փորձակնություն որպեսի փորձագետը հանգի հետևության արդյոք որովհետև հանցակազմը ոչ միայն ֆիզիկական բռնության մասին է խոսքը այլ նաև հոգեբանական բռնության այսինքն այնքան նյուանսներ կա որ դուք մենակ չեք կարող վկայակոչեք ասեք տեսագրությունները եւ կարգավիճակ ունեցող անձ չկա հիմա թող անձը գա հարցակնվի ի՞նչն է խնդիրը որ չի գալիս հարցակնվի Ախր հարգելի կանայք, ինչի եք անընդհատ տեղից արձագանքում։ Պարոն Պողոսյան, խնդրում եմ չլսել իրենց, որովհետև հատկացված ժամանակն ավարտվել է։ Իրենց ընդհանրապես Տիկին Խամոյանը գրանցված էլ չի։